Մենք խնամքի աստվածաբանություն բաժնի այս 4 դասին ենք ասել, խնամքի աստվածաբանություն է կոչվում, որովհետև գիտեք, մենք անցել ենք գործնական աստվածաբանության առարկաներին եւ 4 դասը, ինչպես խոստացել էի նախկինում, կոչվում է հովվական խնամքը եկեղեցում եւ հովվական խնամքի մասին եմ խոսելու, բայց ուզում եմ ասել, որ երբ որ կլսեք այս բառը կամ հետագայում դասը կդիտեք եւս մեկ անգամ կամ այսօր հովվական խնամքը չմտածեք միայն հովվին է վերաբերվում, այսինքն սա հովիվ պաշտոնի մասին չի, այլ հովվի սրտի մասին է։ Եվ ընդհանրապես, եթե ուշադիր կարդաք Աստվածաշունչը, մանավանդ 5 տակարանում հովիվ բառը, որ օգտագործվում է, ի նկատի չունի եկեղեցու հովիվ պաշտոնը, ի նկատի ունի մարդ, ով խնամք է տանում, ով առաջնորդում է մյուսներին։ Եվ ուզում եմ այս հովվական խնամքի դասի մեջ մենք վերցնենք այս սկզբունքները, եթե դու, ասենք, 2 հոգու խնամք ես տանում, դու այս հովվական սիրտը պիտի ունենաս, հովվական հոգատարությունը։ Իհարկե հովիվներն էլ պիտի սա ունենան, որովհետև իրանք էլ են խնամք տանում ամբողջ եկեղեցու համար, բայց օրինակ ենթադրենք փառաբանության խմբի առաջնորդը կամ տասնյակի աշակերտական խմբի առաջնորդը կամ հենց ոչ մի պաշտոն էլ չունես եկեղեցում, դու ուղղակի 2 հոգու կամ 1 հոգու օգնում ես հոգևորապես աճելու հարցում։ Դու այս սիրտը պիտի ունենաս եւ այս խնամքը պիտի կարողանաս ցուցաբերել եւ հիշում եք դասը երկրորդ դասի ժամանակ ամբողջովին նվիրված էր երկրորդ դասը խնամքի եւ հոգատարության մեր օրինակին, որ մեր երկնային հայրն է, որ այդպիսի խնամք ու հոգատարություն ունի իր զավակների հանդեպ եւ մենք իրենից ենք սովորում։ Եվ եթե մենք վերստին ծնված ենք, գրվածա դուք ծնվել եք Աստծու Սուրբ Հոգուց, իր խոսքի սերմի միջոցով։ Եվ եթե մենք իր խոսքի սերմն ենք ընդունել մեր սրտերում եւ ապաշխարելով, հավատալով Քրիստոսին, ծնվել ենք Քրիստոսի Հոգուց, պիտի իր գեները, գիտեք, որ զավակները ծնողների գեներն են ունենում իրենց մեջ։ Եվ մարդիկ են, որ, չգիտեմ, կասկածում են, կամ չէ, տենց պատմություններ, որ կասկածում է իր երեխան, թե իր երեխան չի, ինչ է անում։ Գենետիկ անալիզ է անում։ Եվ հիմա եթե ինչ-որ մեկ ուզում է վստահ լինի, որ ինքը Սուրբ Հոգուց ծնված, վերստին ծնունդ առած մարդ է, այսօր մի հատ գենետիկ անալիզ պիտի անի, տեսնի այդ հոգատարության, սիրո գենը կա իր մեջ, թե չկա։ Եվ սրանով մարդը կարա վստահ լինի ինքը վերստին ծնված է, թե ոչ։ Եթե դիմացինին չես սիրում, եթե քո հանդեպ սխալ վերաբերմունք ունեցողին դու չես կարողանում բարի լավ վերաբերմունք ունենաս, ուրեմն այդ գենը քո մեջ բացակայում է, քեզ ապաշխարություն է պետք։ Դե ապաշխարությունով է գալիս այդ վերստին ծնունդը։ Եվ անգամ եթե սայթակել ես, սխալ ես արել, դու կարաս շտկվես այս ճանապարհի վրա։ Եվ այս դասերը այսպեսի հանդիմանական ոչ մի բան չունեն իրանց մեջ, խրատական, քաջալերական ուղերձ ունեն իրենց մեջ։ Եվ իհարկե մեր օրինակը մեր հայրն է։ Հիշում եք առաջին Պետրոս 5-րդ գլխի 7-րդ խոսքը, որտեղ գրած է ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեզ համար։ Հիմա եթե մենք մեկ ուրիշի համար հոգ ենք տանում, Գաղատացիս 6:2-ում գրված է Քրիստոսի օրենքը կատարեք։ Հիշում եք ինչա Քրիստոսի օրենքը։ Իրար բեռը վերառեք եւ սրանով Քրիստոսի օրենքը կատարեք։ Ահա մենք հասկանում ենք ինչ է ակնկալում Աստված մեզնից։ Հովանու 13:34-ում գրված է ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ ահա մենք պիտի այս հոգատարությունը, այսօրվա խնամքը մեր իշխանության տակ լինողի, ինչ եմ ասում, եթե մեկ հոգու օգնում ես հոգևորապես բարձրանա, եթե դու ինչ-որ մեկին օգնում ես հոգևորապես բարձրանա, դու ծնողի դիրք ես զբաղեցնում։
Կապ չունի, կարող է քեզանից տարիքով մեծ լինի, բայց եթե դու օգնում ես, նոր է եկել, չգիտի, դու իրան օգնում ես ինչ-որ հարցով, դու ծնողի դիրք ես զբաղեցնում։ Եկեղեցու հովիվը Աստվածաշնչում Պողոս առաքյալն ասում է, շատ ուսուցիչներ կարող եք ունենալ, բայց ես եմ ձեզ ծնել, ես եմ ձեր հայրը, այսինքն հայրության մասին է խոսվում այստեղ։ Եվ այդ հայրության հոգատարությունը ինքը լրիվ հենց այս հովվական սիրտը ինքը հայրության հոգատարությունն է։ Եվ մենք ամեն մեկս հիշում եք այդ Սանդրակը խոսել ենք դրա մասին, որ Բարնաբասը Պողոսին բարձրացրեց, Պողոսը Տիմոթեոսին բարձրացրեց, երկրորդ Տիմոթեոս 2:2-ում էլ գրված է, այն ինչ որ ինձանից լսեցիր, փոխանցիր հավատարիմ մարդկանց, որ իրենք էլ կարողանան փոխանցել մյուսներին։ Ահա մեր հանձնարարությունը Տեր Հիսուսից, մեր հանձնարարությունը Աստծո խոսքից նա է, որ մենք նախ խնամք ընդունենք, խրատ ընդունենք, օգնություն ընդունենք։ Ոմանք ինքան, չգիտեմ, իրանց էտել է հոգևոր շնորհք, որ դու կարողանաս ինչ-որ մեկից օգնություն ընդունես։ Մեկ հպարտությունը խանգարում է օգնություն ընդունելու հարցում, բայց պիտի ընդունենք ու պիտի պատրաստ լինենք տալու, որովհետև երբեմն մարդիկ գալիս են ասում են, արմա եղբայր, ինքան շնորհակալ եմ քեզանից, այս ինչ դժվար պահին սենց իմ կողքին եղար, ես ասում եմ, իսկականից շնորհակալ ես, ուզում ես իմանաս ոնց կարաս քո շնորհակալությունը արտահայտես, ասում են ոնց, ով գիտի ում եմ ասել ոնց։ Մյուսներին նույնը անելով։ Լավագույն շնորհակալությունը ինձ, եթե ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ փոքրիկ նպաստ եմ ունեցել, կլինի, որ դուք էլ ոչ թե ինձ անեք, այլ ուրիշներին անեք, որտեղ մեր Տիրոջ գործն է դրանով առաջ գնում։ Եվ պիտի հիշենք, որ Աստված մեզ ամեն մեկից, երբ որ մենք մի քիչ հասունանում ենք հոգևոր կյանքում, սկսում է վստահել մարդիկ։ Սկսում է վստահել մարդիկ, որոնց մենք կարող ենք խնամք տանել։ Հովվական խնամք կարող է տանել յուրաքանչյուրը, ես չեմ ասում հովիվ կարող է լինել յուրաքանչյուրը, եւս մեկ անգամ ճշտեմ, հովվական խնամք կարող է տանել յուրաքանչյուրը, ով թույլ է տալիս, որ Աստծո սերը իր միջոցով դրսևորվի որևէ մարդու կամ մարդկանց խմբի հանդեպ։ Հովվական խնամքը դա Աստծո սերը քո միջոցով դիմացինի հանդեպ դրսևորելն է։ Եվ անգամ եթե դու եկեղեցու հովիվը չես, դու կարող ես օգնել եկեղեցու հովվին հովվական խնամքի հարցում։ Երևի այստեղ հարգարժան հովիվա նստած մեծ եկեղեցու, եթե չլինեն օգնականներ եկեղեցում, մեկ հովիվը ոչ մի բան չի կարող անել։ Հատկապես երբ որ եկեղեցին 50 հոգուց անցնում է, մեր եկեղեցին մինչև 50 հոգի լինելը, ես դեռ հասցնում էի, դժվար էր, բայց հասցնում էի մարդկանց հետ, մարդկանցից տեղյակ լինել, մարդկանց հետ շփվել, հոգսերին ծանոթ լինել, ինչ-որ բանով աջակցել, բայց երբ որ եկեղեցին մեծանում է, օգնականներ են պետք։ Եվ դա ծառայությունների առաջնորդներն են, դա խմբակների առաջնորդներն են, դա խմբակների առաջնորդների օգնականներն են, դա վստահելի մարդիկ են, որոնք գալիս են ու ասում են, մենք այսինչ մարդու կյանքում այսինչ խնդիր ունենք, ոնց լուծենք, ոնց օգնենք այս մարդուն։ Եվ սա հովվական խնամքն է, հովվական սիրտ, որ մենք պիտի կարողանա, այս հովվական սիրտը այնքանով է հովվական սիրտ, որքանով Աստծո սերը իր միջոցով դրսևորվում է մյուս մարդկանց հանդեպ։ Եվ գիտենք Տեր Հիսուսը ասում էր, սրանից մեծ սեր չկա, եթե մեկը իր անձը դնի իր եղբոր համար։ Եվ հովվական խնամքի համար պետք է մարդը սովորի իր անձը դնել։ Եվ հովվական խնամքի մեծագույն թշնամին հպարտությունն է, որ ամեն ինչ կենտրոնացնում է իր վրա։ Հիմա 7 կետ եմ առանձնացրել, փորձեմ շատ արագ անցնել այս 7 կետի վրա, թե ինչ պիտի անի այս խնամքը ունեցող մարդը, ծնողական սիրտ ունեցող մարդը, ինչ պիտի անի, հովվական սիրտ ունեցող մարդը, ինչ պիտի անի, որ այն մարդը, որ իր խնամքի տակ է, այս 7 կետերը
իրեն ապահովեն ճիշտ միջավայր ու ճիշտ աճ։ Առաջինը դա պաշտպանությունն է թշնամիներից, պաշտպանություն թշնամիներից։ Մենք գիտենք, որ կա հոգևոր թշնամի։ Եվ գիտեք, հոգևոր թշնամին Աստվածաշնչում շատ հստակ գրված է ձեր եղբայրների չարախոսը, ձեր թշնամին, սատանան, սատանայի զորքը, բայց նաև գրած է, որ ինքը կարողանում է որոշ մարդկանց օգտագործի։ Օրինակ գրած է, որ եկեղեցում կարող են լինել, հիշում եք այդ հատվածը, որ սատանան կարող է լույսի հրեշտակի կերպարանք ընդունել, ինչ դժվար է, որ իր պաշտոնյաներն էլ եկեղեցում արդարության պաշտոնյաների տեսք ընդունեն։ Ու դու ու ես պիտի պաշտպանենք մարդկանց։ Հիշում եք գարան մորթի հագած գայլերին։ Կան եկեղեցում կամ եկեղեցուց դուրս մարդիկ, որոնց նպատակ իրան գառներ չեն, բայց իրան գառի տեսքով են գալիս։ Իրանց նպատակը գառներին հոշոտելն է։ Եվ առաջին գործը, որ հովիվը պիտի անի, դա պաշտպանությունն է։ Տեր Հիսուսը խոսում էր սրա մասին, ասում էր վարձկանը, երբ որ տեսնում է վտանգը, ինչ է անում։ Գայլին տեսավ, փախնում է։ Այսինքն մարդը մտածում է, ինձ պետք չի, ես պրոբլեմատիկ մարդու, ես մարդուն, որ օգնեմ, խնդիրների եմ բախվելու։ Մոռանում ես, այդ ում գառնուկն է։ Այդ քո գառնուկը չի, որ դու ընտրես, ես ընտրում եմ այս խելոք գառնուկներին, այն հիվանդություն ունեցող կամ վատ բնավորություն ունեցող գառնուկներ ինձ պետք չեն։ Հենց հեշտ կլինի խնամքի ամբողջ ընթացքը։ Բայց մեզ Աստված երբեմն բերում է, ասում է, այս աշխարհի տկարներին ընտրեցի։ Բերում է ամենադժվար մարդկանց, ամենադժվար բնավորություն ունեցող մարդկանց։ Ու ասում է, իրանք իմ թանկ զավակներն են, բերել են, որ դու նենց անես գայլեր իրան չուտեն։ Դու էլ ասում ես, մի դուրս արի այս ցանկապատից դուրս ու ինքը դուրս է գալիս։ Ինչ պիտի անես։ Ասես դե որ դուրս ես եկել, թող գելն էլ քեզ ուտի։ Դա հովիվի սիրտը չի։ Դա հովիվի սիրտը չի։ Հիշում ենք, չէ, հովիվ ասելով չենք հասկանում միայն եկեղեցու հովիվը։ Դու կարող ես մեկ հոգու հետ խնամք տանել եւ հետո հոգնել իրանից, ասում ես դժոխք ես գնում, գնա դժոխք, այդքան ասել եմ, էլ ներվերս չի հերիքում քո հետ։ Հա։ Դու քո երեխային այդպես կասես։ Քո երեխային այդպես չես ասի։ Ու այդտեղ երևում է մեծ սերը կա մեր մեջ, թե չկա մեր մեջ։ Պաշտպանություն։ Մենք պիտի օգնենք, որ մարդը Քրիստոսի մեջ իր ապահովությունը գտնի։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ այդ անպաշտպան լինելուց, հիմա ամենաշատը, որ ինձ մարդիկ դիմում են, չգիտեմ ինչու, բայց ամենաշատը, որ դիմում են, գիտեք, որ խնդիրն է, վախ, տագնապներ, անհանգստություններ։ Մեր եկեղեցու ժողովրդի մեծամասնությունը, երևի 50%-ից հաստատ ավելին, այս խնդիրներից ազատված մարդիկ են։ Եվ մենք գիտենք Աստվածաշնչյան խոսքը գողը գալիս է, որ գողանա, սպանի ու կործանի, բայց Հիսուս եկավ, որ մենք կյանք ունենանք եւ առատությամբ ունենանք այդ կյանքը։ Մենք պիտի խնամք տանենք այդ մարդկանց, որ իրանք սովորեն ապահովության մեջ գալը։ Մենք պիտի խնամք տանենք, որովհետեւ մեղքը, հիշում եք այդ խոսքը, որ Տեր Հիսուսը ասում է, ահա ես դրան առաջ կանգնած թակում եմ, ով բացի կմտնեմ։ Բացելը դա նրան հավատալն է։ Իսկ չարն էլ է կանգնած թակում, ո՞նց ենք իր առաջ դուռ բացում։ Մեղքը դուռ է բացում չարի առաջ։ Մենք պիտի խնամք տանենք մարդկանց, որ իրանք գան ապահովության մեջ, որ վախերն ու անհանգստությունները հեռանան իրենց կյանքից։ Որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է։ Եվ այս պաշտպանությունը մարդուն ազատություն է բերում։ Երկրորդը, ուրեմն առաջինը, խնամք, հովվական խնամքի մասին եմ խոսում։ Քո խնամքի տակ գտնվողը պիտի պաշտպանված լինի հոգևորապես։ Գոնե դու պիտի ամեն ինչ անես, որ ինքը պաշտպանված լինի։ Երկրորդը դա ճիշտ սնունդն է։ Եվ ճիշտ գործնական այդ, չգիտեմ, գրել եմ իմ մոտ մարզվածություն, ասենք, որ չնստի ուտի նստի մնա տեղում։ Ինքը պիտի ճիշտ սնվի եւ ճիշտ գործադրի այդ ամեն ինչը իր կյանքում։
Մա ճիշտ սնունդը, երևի բոլորը տեսած կլինեք, որքան եմ ես ջանք թափում, որ դուք օտար սնունդ չլսեք։ Բայց երբեմն ձեր զրույցներից հասկանում եմ, որ օտար սնունդ եք ընդունում։ Հետո որ ասում եմ ինչու ընդունեցին, այսօր դրա մասին խոսացել եմ։ Մարդիկ ասում են, դա YouTube-ը բերեց։ Facebook-ն էի թերթում մի ամիտ բացվեց, սկսեց խոսալ, սկի չեմ էլ միացրել ինքը, սկսեց խոսալ, գիտես օտարա, գիտես ծուր վարդապետությունա, մի լսի, կթունավորվես։ Միջալոց հովվական խնամքը չի նշանակում, որ մենք ապահովում ենք մարդու համար, մենք առաջնորդում ենք, բայց մեկ էլ տենում ես, այս մարդը սիրում այս թունավոր բաները ուտի։ Մեկա միշտ կան մարդիկ, ես գիտեմ, ինչքան էլ ասում եմ ես ինչ մեկին, մի լսեք, ինքն մեկա լսում են։ Ես պատասխանատու չեմ դրա համար, ես իմ հովվական հոգատարության համար եմ պատասխանատու, ես ամեն ինչ անեմ, որ ճիշտ սնունդ լինի, ճիշտ տեղից սնվեն, և նաև ներգրավված լինեն մարդիկ ծառայությունների մեջ, սա շատ կարևոր է, որովհետև սնունդը քեզի ամրացնում է, որ դու ամրանում ես, պիտի ծառայես, թե չաղանաս, չես կարող շարժվես, ինքը տեսել եք տես մարդ, որ Աստվածաշնչից ինքան բան գիտի, բայց ոչ մի բան չի անում, ես հանդիպել եմ, ու եկել էր ու բոլորին քննադատում էր, ինքը շատ ուժեղ գիտելիք ուներ ու բոլորին քննադատում էր, այս հովիվը սխալ անում ես եկեղեցին, այս սխալ ունեն եկեղեցին, ու սենց խոսած, կինս էր ներկա այդ զրույցին, ու ես մի բան ասեցի, քանի հոգի կա քո հովության տակ, ասեց ոչ մի, ասի այսքան գիտելիք ունես, դու որտեղ ես կիրառում այդ գիտելիքը, որովհետև գիտելիքը նրա համար չի, որ մենք վերցնենք ու ասենք ես քեզանից շատ գիտեմ, արի նստենք իրար այդ գիտելիքի աստվածաշնչյան մրցույթ, եթե լավ իհարկե ճամբարների ժամանակ կարելի է ոսկեղեն համարներով մրցել, ով շատ գիտի, մենք այդպիսի մրցույթներ անցկացնում ենք, բայց դա մեր ծառայությունը չի, դա կարա հոգևոր ժամանց լինի, բայց դա մեր ծառայությունը չի, մենք պիտի օգնենք մարդկանց, որ ամրանան ճիշտ սնունդ ընդունելով և ճիշտ ծառայության իրենց կոչումը գտնեն, իրենց պարգևները բացեն, բացահայտեն ու դրսևորեն, և մենք պիտի, այս էլ է հոգևոր խնամք։ Երրորդը, հովիվը և գառները, պաշտպանություն հիվանդություններից։ Սովորաբար լավ աչք ունեցող մարդը, հələ որ հիվանդությունը չկա, բայց նշանները արդեն երևում են, ինքը պիտի կարողանա բուժում տա այդ մարդուն։ Թե չէ երբեմն հիվանդությունը այնքան է խորանում, իսկ հոգևոր հիվանդությունները բազմազան են։ Շատ կան։ Օրինակ փողասիրությունը։ Մեկ էլ տենում ես մարդը նորմալ հոգևոր էր, բայց ասում է ժամանակ չկա եկեղեցի գամ։ Ժամանակ չկա աշակերտական խմբերին միանամ։ Դա ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում ընդհանրապես ժամանակ չկա, մտածել եք։ Աստծու համար ժամանակ չունեմ։ Հոգևոր մարդը ասում է, Աստծու համար ժամանակ չունեմ։ Աստված գիտեմ ասել է մեկտեղ հավաքվել է չթողնեք, բայց ես ժամանակ չունեմ։ Ինչի վրա է գնում քո ժամանակը, որ դու ժամանակ չունես։ Ինչ փող աշխատելու, հանգստանալու, ինչի վրա է գնում։ Որտեղում է մեզ համար Աստված և Աստծու խոսքը։ Եվ մենք կարող ենք այսպիսի հոգևոր հիվանդությունները մեր, տեսեք դուք բոլորդ աշակերտական, գրեթե բոլորդ աշակերտական խմբերի մեջ եք, մեկ էլ տեսնում եք ինչ որ մեկը չի միանում։ Այլ որ այստեղ կա այդ խնամքի ծնողական հոգատարության սիրտը, դուք փորձում եք տեսնել, կամ միանում է, բայց այն կրակը չունի իր մեջ, որ ուներ նախկինում, ինչ է եղել, խնդիրներով ես անցնում, թե հիասթափությունով ես անցնում, թե հոգնածություն է եկել քո կյանքում, թե մեղքն է եկել, որ սառեցրել է քեզ Աստծու խոսքից։ Եթե մենք իրար հոգ չտանենք, հովիվը չի հասցնի դա անի։ Դու պիտի ոչ թե ասես ինչ գործն է, մարդ է, ոնց մարդ է։ Բան չենք մենք իրար եղբայր ասում, բան չենք մենք իրար քույր ասում։ Ես միշտ ասում եմ քո երեխան հանկարծ չի զանգում մի օր, մայրիկները ասում են ինչ է եղել չես զանգել։ Բա քո հոգևոր քույրը, որ երկու կիրակյա չի գալիս,
Ես չեմ նկատում, անկեղծ ասեմ, մեկ-մեկ մարդիկ գալիս են, մեկ-մեկ նկատում եմ, զանգում եմ ինչ-որ մարդկանց էլ չեմ նկատում, դե բնական է, չգիտեմ, դա ոչ ոք չի կարա բոլորին հիշի, եկել է այդ կիրակի, թե չի եկել, բայց դուք ամեն մեկը ձեր շրջապատում ունեք մարդիկ, տեսնում եք, որ չի եկել, գուցե ինչ-որ հոգևոր հիվանդություն է իր մոտ, նոր վիրուսը եկել է, երբ է հեշտ բուժել հիվանդությունը, որ նոր է սկսվում, ինչ են ասում տարին 2 անգամ ստուգում անցեք, որովհետև եթե մի չար հիվանդություն լինի, այդ սկզբնական փուլում շատ հեշտ է բուժվում, բայց երբեմն ասում են ուշ է տարեք տուն։ Որ շուտ գայք մի բան կանենք, բայց հիմա ոչ մի բան չենք կարող անենք։ Ու նույնը ճիշտ նույնը հոգևոր կյանքում է։ Ով պիտի տեսնի այդ հիվանդությունները։ Իհարկե հովիվը, բայց հովիվը չի կարող բոլորին տեսնի։ Իսկ հովիվին օգնողները իսկ իր կողքին դրված քույրը, եղբայրը չպիտի ունենա այդ հոգատար սիրտը։ Պաշտպանություն, հաջորդը 4-ը գրել եմ, պաշտպանություն մյուս գառներից։ Մի լավ գիրք կա հովվական խնամքի մասին, որտեղ ասում է, իմիջիալոց շատ լավ գիրք կա, կարդացել եմ ու այդ գլուխները, այդ գիրք գրողը վերցրել էր ուրիշ գրքից։ Այդ ուրիշ գիրքը գրել էր իսկական հովիվ ոնց ասեմ, որ իմանաք, գառներ արածացնող մարդ, որ ապաշխարել էր ու իր հովիվ լինելու, գառնարած լինելու փորձից կիսվում էր։ Ասում էր գառներ կան, ոչխարներ կան, որոնք բնավորություն ունեն, ոնց որ մարդիկ ունեն տարբեր բնավորություն, ոչխարներն էլ ունեն տես բնավորություն, կենդանիները ունեն բնավորության գծեր։ Ոնց սիրում են ուրիշներին ճնշել։ Ասենք մարգագետին, որ բոլորը կարան ուտեն, էսի ուտում է, գալիս է խփում է սրան, այդտեղ ինքն է ուտում։ Այն անեկդոտի պես բան կա, չէ, որ գնացքի գծերի վրա մեկը նստած է, այն մյուսը գալիս ասում եմ քիչ կողք գնա նստեմ։ Այդպիսի բնավորություն ունեցող մարդիկ կան եկեղեցում, որ սիրում են մյուսներին ծակեն, կծեն, և գիտեք Աստծո խոսքն ասում, իրար մի կծեք, իրար կոչնչացնեք այդպես, և այդտեղ գալիս է հովվական սիրտ ունեցող ծառայողը, որ տեսնում է այս մեկը, այն մյուսին նեղում է, և ինքը պիտի միջամտի, որպես ավակ, որպես խնամք տանող, նախ այս մեկին խորհուրդ տա, ասի ոչինչ հիմա, մի նեղվի շատ, այն մեկին էլ ասի մի նեղի շատ, ու մենք, տեսել եք մեքենայի մեջ մենք ամորտիզատոր ենք ասում, չէ ինչ անում ամորտիզատորը, ինքը հարվածները մեղմում է, ու մենք պիտի մտնենք այս հարաբերությունների մեջ ու այդ հարվածները եկեղեցում ընտանիքում, ցանկացած ընտանիքում լինում է լարված հարաբերությունների ժամանակ։ Հայրական սիրտ ունեցող մարդը մտնում է երեխեքի լարված հարաբերությունների մեջ ու ամորտիզատոր է դառնում, հարվածները վերցնում է իր վրա։ Սա շատ կարևոր պաշտպանություն է։ Պաշտպանություն մյուս գառներից, որ հովվական խնամքը պիտի ներառի սա իր մեջ։ Ոչ միայն գայլերից, գայլ չի այդ մարդը։ Ինքն էլ օգնության կարիք ունի։ Ուղղակի լարված հարաբերություն է եկել։ 5-րդը սիրելիներ, մեր նպատակը ի վերջո Տեր Հիսուսը ասեց, որ հայրը փառավորվում է նրանով, որ դուք գնաք ու շատ պտուղ բերեք եւ ձեր պտուղները լինեն մնայուն։ Եվ ցանկացած մարդ, որ ապաշխարում է, գալիս է եկեղեցի, որ վերստին ծնունդ է ապրում, Աստված ակնկալիք ունի։ Ոնց որ խոսքն ասում ավետարանի ծառը, որ տնկում է, գիտեք, որ Տերը իր այգում դեկորատիվ ծառեր չի տնկում։ Պտղաբեր ծառեր է տնկում։ Հիմա մենք մեր այսպես Երևանի փողոցներում, չգիտեմ, Էջմիածնում, մյուս քաղաքներում հիմնականում պտղաբեր ծառեր չեն տնկում։ Որտեղ պտղաբեր ծառերը կամ մյուսների, չգիտեմ, համար երեխեքը բարձրանում են այնտեղ ցոգոլ, ես ասում եմ, մտածում եմ, որ թարգմանեն ուրիշ լեզուներով, ոնց պիտի թարգմանեն ցոգոլ, չեն հասկանում, որովհետև արտասահմանցիները չեն պատկերացնում, շեղվում են ցոգոլը ինչքան համով է։ Մի հատ քարոզիչ էր եկել հենց այստեղ Երևանի եկեղեցու մեծ դահլիճում
քարոզում էր, շատ լավ քարոզիչ էր, շատ, բայց իր բերած օրինակը հեչ լավ օրինակ չէր, որովհետև ուզում էր բացատրել, ծիրանի վրա բերեց, ասես ծիրանի չհասածը, ինչքան վատնա։ Ու բոլոր հայ ժողովուրդը, որ հավաքված էր, ծիծաղեց, ու ինքը չհասկացավ ինչի են ծիծաղում, որովհետև լուրջ բան էր ասում, ուզում էր ասել խաղի ժամանակ չէ, պիտի հասունանա նոր ուտեք, բայց չգիտեր մշակույթը։ Հիմա այդպես ցոգոլ ասեցի, հիշեցի, բայց նայեք, Աստված տնկում է, գանք մեր դասին, լավ, չշեղվենք, Աստված տնկում է, որ պտուղ տանք։ Ես գիտեք գյուղում եմ ապրում եւ գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, հիմա էլ եմ զբաղվում, բայց ոչ այնքան ինտենսիվ ինչքան առաջ, եւ երբ որ ջերմոցային բույսեր ենք աճեցնում, ու ես սովորում եմ, ես սովորող մարդ եմ, սովորում եմ, նոր կիրառում եմ։ Ինձ ով սովորացնում էր, ասում էր, եթե ուզում ես բույսդ բերք տա, պիտի այնպես անես, ստրես չապրի։ Որ ես լսեցի ստրես չապրի արտահայտությունը, ասեցի, ելակ էինք աճացնում այն ժամանակ։ Ասեց շատ ելակին ստրես եղավ, ինքը քեզ բերք չի տա, ասի բույսի ստրեսը որն է։ Ասեց բացատրեմ, պիտի չհիվանդանա եւ պիտի ջերմաշճանի տատանում չլինի։ Դու այնպես պիտի անես ջերմոցում, եթե դու չհովացնես, շատ տաք է լինում ցերեկը, եթե չտաքացնես, գիշերը շատ ցուրտ է, որտեղ ձմեռնել ենք աճացնում, ասում եմ դու այնպես պիտի անես, որ ձմեռվա եւ ներողություն, ցերեկվա եւ գիշերվա ջերմաշճանը 10 աստիճանից շատ չլինի։ Պիտի պլյուս 15 պահես գիշերը եւ այնպես անես, որ 25-ից չբարձրանա ցերեկը, երբ որ արևը արդեն շատ տաքացնում է։ Ասեցի, հետաքրքիր է։ Եթե պտղաբերության համար պիտի բույսը ստրես չապրի, բայց ժողովուրդը ու մենք պիտի խնամենք մարդկանց, որ իրանք ստրես չունենան։ Գիտեք, առաջնորդության ձև կա այն կոմունիստական ձևը, որ առաջնորդը գալիս է, ջղայնանում է մեկի վրա, բան չի արել։ Բարկանում է, ասում ես ինչ ես բարկանում, ասում է որ խելոք շարունակի աշխատել։ Պրոֆիլակտիկ բարկություն։ Ստրեսի մեջ մնա, չի մտածի ոչ մի վատ բան անի։ Մեր Տերը այդպես էր առաջնորդում։ Ոչ։ Պատկերացնում ես ինչքան ազատ էր, ինչքան լավ էր զգում մարդը Հիսուսի կողքը։ Զաքեոսը, որ ինքը իրանով դավաճան մեկն էր, Հիսուսի հետ ուրախությունից պայթում էր այդ մարդը, այնպիսի միջավայր էր ստեղծել։ Դու քո իշխանության տակ լինող այդ մեկ հոգին ա թե 101 հոգի ա թե 1001 հոգի ա, ինչքան է կապ չունի։ Դու ստրեսային առաջնորդ ես, այսինքն ստրեսով ես մարդկանց առաջնորդում, թե դու ազատության ես տանում, որ մարդը, ասենք կինը որ հղիանում է, ինչ են ասում են աշխատեք ստրես չապրի, որ ստրես ապրեց կարող է լավ չլինի։ Ծառերը, բույսերը, կենդանիները, մարդիկ, եթե ուզում եք պտղաբերեն, առաջինը պիտի միջավայր ստեղծեք, եկեղեցին պիտի քո ծառայությունը պիտի այնպեսին լինի, որ ստրեսային միջավայր չլինի։ Ոմանք մյուս ծայրահեղության մեջ են գնում, մտածում են ոչ ստրեսային նշանակում է ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արան չի դա։ Բայց միջավայրը պիտի լինի այնպես, որ մարդը այդտեղ ծաղկի։ Պտղաբերություն, քաջալերանք, ուսուցում, լարվածության թուլություն, եթե նախորդ անգամ մեջբերում արեցի այդ մի կծեք իրար, որ իրար չոչնչացնեք, դրա հակառակ ասում է իրար հետ քաղցր եղեք։ Չի ասում մենակ քո հետ քաղցր եղողին քաղցր եղի, հիշում եք, ձեզ բարև տվողին եթե բարև տակ, ինչ մեծ բան եք անում։ Ձեզ բարիք անողին բարիք անեք, ինչ մեծ, հեթանոսներն են այդպես անում, ու ավելի լավ են անում։ Իրանք գիտեն լավության տակից դուրս գալ, չէ՞, գիտեք մենք այս խոսքը գիտենք հայերեն, լավություն արել, ոնց էս լավության տակից դուրս գանք։ Իսկ մենք Տեր Հիսուսը ասում էր վատություն անողին լավություն արեք, որ բարիով հաղթեք չարին։ Պատկերացնում եք եկեղեցին մի տեղ լինի, որտեղ վատություն անողին լավություն են անում։ Բայց պատկերացնելու բան չէ, դες պիտի լինի, դες մեր Տերն էր ուսուցանում։
Գիտեք, Տեր Հիսուսը ծառա առաջնորդ էր։ Եվ 6-րդը ես գրել եմ, մարդը առաջնորդության կարիք ունի։ Մարդը կարիք ունի, որ կյանքում իրավիճակներ կան, որ պետքա քեզ էլ չգիտես ինչ անես, էլ չգիտես ոնց գնաս, մեկը պետքա որ ձեռքդ բռնի ու քեզ ասի, այսքան տեղը ես քեզ կանցկացնեմ։ Ու Տեր Հիսուսը ասենց վերևից չէր առաջնորդում, ինքը իջնում էր ոտքեր լվալու աստիճանի, ինքը ծառա առաջնորդ էր։ Եվ մենք մտածում ենք էլի գամ այդ կոմունիզմը եկել է քրիստոնեության հակառակն է սովորացրել մարդկանց, ու այդ կոմունիստական մտածելակերպը այստեղ դրած է։ Ասում է, եթե ես թույլ առաջնորդ լինեմ, ինքը կնստի իմ գլխին, թույլ մի եղի։ Ծառա լինել չի նշանակում թույլ լինել։ Տերը ասում էր ծառա լինել նշանակում է մեծ լինել։ Բայց այս կոմունիստական գաղափարախոսությունը մտել է մեր ազգի մտքի մեջ, ասում է առաջնորդը պիտի ինքս դիրք ունենա իրանից, պիտի վախենան իրան տեսան, պիտի մտածեն, որ մուկը որ ծակնա մտնում, չէ, այդպես պիտի լինի առաջնորդը։ Մենք Քրիստոսի մեջ այդպիսի առաջնորդ չենք տեսնում։ Կարող է սատանան հենց այդպիսի առաջնորդ է, որ իր զորքը իրանից այտենց վախենում է։ Բայց Հիսուսը որ գալիս էր, մարդիկ հավաքվում էին, ուզում էին իրան, ասում են այնքան էին ուզում մոտենային իրան, որ սենց հրմշտոց էր լինում։ Մարդիկ ձգվում էին դեպի իրան։ Եվ մենք ամեն մեկս եթե ունենք այդ հովվական սիրտը, եթե թույլ ենք տալիս, որ իր այդ սերը մեր միջով հոսի, մարդիկ ձգվելու են դեպի մեզ։ Եվ ամեն մեկս մեր մեկ հոգուն պիտի կարողանանք այսպիսի առաջնորդ լինել, որ իր դժվարության մեջ իր կողքին լինենք, որ իր ձեռքը բռնենք ու ասենք, դու չգիտես հիմա ինչ ես անում, մեկ ասում եմ, չեմ պատկերացնում ոնց եմ դուրս գալու այս իրավիճակից, ասում եմ, դու ուղղակի արա այն, ինչ որ ես խնդրում եմ քեզ, դու ուղղակի էդի արա։ Հետո դուրս են գալիս, քայլ դուրս են գալիս այդ իրավիճակից, այդպիսի ճահիճ չկա, որ Տերը չկարողանա քեզ այդ ճահիճից հանել։ Անելանելի իրավիճակներ գոյություն չունեն։ Եթե դու այսօր ելքը չես տեսնում, դա չի նշանակում անելանելի է, բայց մեկի կարիքը կա, որ քո ձեռքից բռնի։ Մենք իհարկե ասում ենք Տերը մեզ հետ է, բայց եկեք անկեղծ խոստովանենք, երբ որ մի հատ մարդ է գալիս, Տիրոջ ուղարկած մարդը, այն որ առակած գրքում է գրած, ոնց որ անապատում անձրև լինի, ծարավ ժամանակ սառը ջուր տվող լինի, այսպիսի մարդ է, որ քո կողքին քեզ հոգատար, ես ասում եմ հովվական սիրտ, բայց էլի եմ ասում, սա մենակ հովիվները չեն, դա խնամքի սիրտն է, դա պաշտպանությունն է, դա առաջնորդությունն է, դա վերջինը ասեմ ու ավարտեմ, ժամս արդեն լրացավ, վերջինը դա, որ պիտի ցույց տանք տուն եւ ընտանիք։ Մարդը պիտի քո հետ իրեն զգա իր ընտանիքի մեջ։ Եվ այդ քույր եղբայրը դա կոչում ու պաշտոն չի, ոչ էլ, չգիտեմ, ընդունված ողջունելու ձև։ Քույր եւ եղբայր, Աստվածաշունչը որ սովորացնում է, դա խոսում է նրա մասին, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք, որդեգրված Քրիստոսով, Աստծու ընտանիքի մեջ։ Հիշում եք խնամքի բաժնում, նախորդ բաժիններում խոսել եմ սրա մասին, որ ասում է, երբ որ մեկը կարիքի մեջ է, առաջին հերթին հավատքի ընտանիքին։ Չլինի, որ հավատքի ընտանիքում մեկը կարիքի մեջ լինի ու դուք գնաք այս մարդը ստեղ կարիքի մեջ, ձեր ընտանիքի անդամը։ Ու դուք գնում եք մյուսին օգնելու։ Ինչա ասում մի օգնեք, ասում օգնեք, բայց առաջին հերթին հավատքի ընտանիքին։ Սա մեր ընտանիքն է։ Որքան էլ այնքան պատմություններ կա, որ մարդիկ եկել են ասել են, ասենք աղբորս հետ մանավանդ այդ ժառանգության հարցերը, որ գալիս է, փողը, որ գալիս է, ունեցվածքը, այն էլ ժառանգությունը, ասենք, չգիտեմ, Հայաստանում էլ ինչ-որ մի տուն, ասենք, չգիտեմ, $50,000 կամ $100,000, 1/4 Իրանն է, դա $25,000 էլ մոռանում են աղբեր, քուր, հարաբերություն, ծախեք հելեկը տեղից 25,000-ը տվեք։
ու հետո տարիներ իրար հետ չեն խոսում, բայց սիրտը քուրն է, աղբերն է, անցել է 30 տարի այդ կռվից։ Եղել է մեր եկեղեցում, զանգել է, ես այդպիսի կռիվ չգիտեմ ինչ կռիվ է եղել, բայց գիտեմ, որ երկար ժամանակ չէին խոսում իրար հետ, հարազատ ու ինքը արդեն հավատացյալ է, զանգել է, հաշտվել է։ Ինչի 30 տարի, ինչի չի մոռանում, կարաք ինձ ասեք, ինչի չի մոռանում 30 տարի։ Որովհետև ընտանիք է, որովհետև իր արյունն է։ Իսկ մենք իրար հանդեպ ունենք այդպիսի վերաբերմունք, ենք հասկանում ենք, որ սա հավիտենական ընտանիք է։ Մենք իրար հետ հավիտենություն ենք գնալու։ Արդյոք այն մարդը, ով քո խնամքի տակ է, իրան զգում է ընտանիքի անդամ։ Զգում է, որ դու իրան Տեր Հիսուսը ասեց, ով է իմ մայրը, իմ քույրը, իմ եղբայրը։ Իրեք ինչ արեց դրանով։ Ասես, լսեք, դուք որ իմ խոսքը ընդունում եք։ Այդ ժամանակ իրանք հիշում եք, եղբայրները իրան չէին ընդունում, անգամ տենց ծաղրական ասում էին, դե գնա, հայտնի քեզ, ինչ ես, այդ տոնի մեծ օրը։ Մի խոսքով զգում ենք, որ այն վերաբերմունքը չունեին։ Եվ ինքը ասեց, ահա իմ մայրը, իմ քույրը, իմ եղբայրները։ Մենք մի ամբողջ հավիտենություն իրար հետ ենք լինելու, իրար պիտի օգնենք։ Լավ։ Եվ հովվական խնամքը հենց սա է, որ ոչ թե ընտրում ենք մեզ հարմար մարդիկ։ Այս մարդը եկեղեցում լավը չէ, եկեք հանենք։ Մեկ-մեկ ասում եմ, եթե մենք անհարմար մարդկանց հանենք, կարող է մնանք մենակ։ Մարդիկ տարբեր ժամանակներում բոլորն էլ անհարմար բաներ են անում։ Եթե դու բոլոր անհարմարներին հանես եկեղեցուց կամ քո խնամքի տակից, ասես, այսքան չէ, ես քո հետ այդքան նյարդ չունեմ, որ քո հետ այս նյարդերս վատնեմ, ես պիտի ապրեմ, իմ նյարդերը, այդպես գիտական բաներ կարաս ասես, նյարդային բջիջները չեն վերականգնվում, ես նյարդերս չեմ քո վրա ծախսելու։ Ու դու կմնաս մենակ։ Բայց եթե դու սիրտ ես տնում, դու կյանք ես տնում, դու նյարդային բջիջներն էլ թող չվերականգնվեն, եկա մաշում է, այսպես թե այնպես մաշում է, վրանը մաշվում է, մի օր դուրս են գալու ես վրանից, եկեք թող Տիրոջ ժողովրդի համար մաշվի ես վրանը։ Եկեք թող, հիշում եք, անիրավ մամոնայից դες բարեկամներ շահեք, հա, որ հավիտենական բնակարաններում իրենց ընդունեն։ Թող այստեղ դեղացած լինի քեզ, դու օգնի, այնտեղ փրկություն կունենա, քեզ կանչելի է իր տուն։ Ասել է, որ դու չլինեիր, ես կարողա կորեի։ Իհարկե Տիրոջով է փրկությունը, բայց մեզ գրած է իրար շնորհք փոխանցեք, իրար համար հոգ տարեք, իրար խնամեք, որ մարդիկ աճեն, հասունանան ու պտուղ տան։ Եվ դա կարա լինի միայն ընտանիքի մեջ։ Եվ հիշենք այս խոսքերը, Տեր Հիսուսը ասեց, նրանց արեցիք, ինձ արեցիք։ Եվ եթե անգամ չի գնահատվում քո արածը, Տեր Հիսուսը ասում էր իրարից, եթե փառք առնեք, եթե իրար փառքի համար եք ապրում, ինձ չկարա հավատաք։ Իսկ այն փառքը, այսինքն այն գովասանքը, որ Աստծուց է, դա պիտի փնտրեք։ Հիմա ամեն մեկս թող մտածի այն մարդկանց մասին, ով իր խնամքի ներքո է։ Մենք անում ենք, որ իրանցից գնահատանքի արժանանանք, թե մենք անում ենք, որ մեզ գովա մեր Տերը։ Եվ մենք արդյոք այս մարդկանց համար կյանք ենք դնում։ Արդյոք այն մի հոգին, որին դու օգնում ես հոգևորապես աճելու հարցում, արդյոք այդ պաշտպանությունը, ճիշտ սնունդը, ծառայության դաշտը, հիվանդություններից պաշտպանությունը, մյուս գառներից պաշտպանությունը, պտղաբեր միջավայրը, ոչ ստրեսային միջավայր, այդ ամորտիզացիան, որ պիտի անես, որ ինքը ծաղկի եկեղեցում, ինքը ծաղկի քո խնամքի ներքո, եւ նաեւ առաջնորդությունը, որ իր դժվար պահերին իր կողքին պիտի լինես, եւ նաեւ ընտանիքի գաղափարը։ Ես կարծում եմ, գուցե ամբողջական չի էլի բաներ կարայինք ավելացնենք այստեղ, բայց եթե այս 7 կետը անենք, հավատում եմ, որ Տիրոջից գովասանք ենք ստանալու։ Եկեք կանգնենք ու աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք,
քո հոգատարության համար այս ամենը մենք քեզնից ենք ստացել, Տեր, եւ դու շարունակում ես մեզ համար հոգ տանել, եւ դու մարդիկ ես բերում մեր կյանքում, որ մեզ համար հոգ են տանում, Տեր, եւ մենք շնորհակալ ենք, որ քո ընտանիքի մեջ ենք, քո պաշտպանության ներքո ենք, եւ դու խնամք ես տանում մեզ համար, եւ դու բարի հովիվն ես, որ իր կյանքը դնում է իր գառների համար, սովորեցրում ես, Տեր, քեզ նման սիրել եւ քո նոր պատվիրանը կյանքի կոչել։ Շնորհակալ ենք քո սիրո, քո հոգատարության եւ քո ուսուցումների համար։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։